Կրակ, ծուխ, եռացող հեղուկներ, բրածո կենդանիներ, վտանգավոր մակաբույծներ, հնագիտական գտածոներ, նորագույն սարքավորումներ։ Լրացված իրականության ակնոցներ, որոնք տեղափոխում են գիտական լաբորատորիա կամ հանքավայր, դրանց աշխատանքին հեռահար ծանոթանալու համար։ Սեփական ձեռքերով գիտափորձեր կատարելու եւ գիտական միջավայրում հայտնվելու հնարավորություն։ Ում թոքերն լավ աշխատան։ Անայ, մեր օրգանիզմում ածխաթթու գազ երբ առաջանում։ Երբ որ արտաշնչում։ Ապրես, արտաշնչում ես։ Ազատության հրապարակում Գիտության շաբաթ Հայաստան նախագծի շրջանակում մեկնարկել է գիտության փառատոնը։ Գիտության շաբաթ Հայաստան նախագիծը բաղկացած է երկու մասից։ Գիտության շաբաթվա փառատոնից, որը տեղի է ունենում Ազատության հրապարակում, այս տարի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 5-ն է լինելու, ժամը 3-ից մինչև երեկոյան ժամը 9, ունի 3 թեմատիկ բաժանում։ Այսօր զարգացնել գիտության թեմատիկ բաժանումն է, որտեղ գիտական ինստիտուտները, գիտական խմբերը ներկայացնում են, թե ինչու է կարևոր գիտությունը Հայաստանի Հանրապետության համար, ինչ գիտական խնդիրներ են իրենք լուծում, ինչ դեր ունի գիտությունը ընդհանրապես պետության տեսանկյունից եւ ինչ գիտություն է արվում Հայաստանի Հանրապետությունում։ А вы можете делать с вами? Да, можно, но только немножко подальше стойте, чтобы здесь пламя будет. Сейчас немножко вырастут и уже будут похожи. Сначала маленькие, у нас дракон. Маленькие змейки. Это мой любимый цвет. Հոկտեմբերի 2-ին եւ 3-ին փառատոնի թեմատիկան է ինչու դառնալ գիտնական ու ճարտարագետ։ Տարբեր համալսարաններ, լաբորատորիաներ, կրթական ու նորարարական կազմակերպություններ կանցկացնեն մասնագիտական կողմնորոշման օրեր։ Հետաքրքիր անակնկալներ են սպասվում հոկտեմբերի 4-ին եւ 5-ին, ընդլայնելով երևակայությունը խորագրի ներքո կմիավորվեն գիտական ֆանտաստիկան եւ արվեստը։ Ընդհանուր գիտաֆանտաստիկա բաժին է լինելու, ֆիլմերից սկսած, վերջացրած գիտաֆանտաստիկ այլ խաղերով, գրքեր են լինելու գիտաֆանտաստիկ, ինստալյացիաներ, խաղեր, այսինքն կոմիկոնոց շատ հետաքրքիր միջավայր է լինելու եւ խորհուրդ եմ տալիս բոլորին այդ օրերին այցելել Ազատության հրապարակ։ У нас здесь присутствует вот такая реконструкция одного из древнейших музыкальных инструментов человечества. Это варган, такой обертональный инструмент. Он был очень популярен в античности, в раннем средневековье. Здесь, на территории Армении, тоже встречался. Գիտության շաբաթ Հայաստան նախագծի երկրորդ մասը ապակենտրոնացված միջոցառումներ են, որոնց թվում են «Բարև ես եմ» ֆիզիկոս Արտեմ Ալիխանյանի մասին գեղարվեստական ֆիլմի ցուցադրությունը, ինչպես նաև հայերեն թարգմանությամբ 3 մարմինների խնդիրը գրքի առաջին մասի շնորհանդեսը։ Ապակենտրոնացված միջոցառումներ տեղի կունենան տարբեր ինստիտուտներում, թանգարաններում, ինչպես նաև հանրապետության բազմաթիվ դպրոցներում եւ մանկապարտեզներում։ Ես շատ հպարտ եմ այս տարի մանկապարտեզ բաժնի նախագծերով, գիտեք, որ մենք միջոցառումների փաթեթ ենք մշակում թե մանկապարտեզների, թե դպրոցների համար։ Այս տարվա թեման միջգիտակարգային է եւ փորձել ենք գիտությունը, արվեստը, ճարտարագիտությունը միաձուլել իրար եւ ստանալ հետաքրքիր միքս եւ ցույց տալ, որ իրանք իրար չեն հակասում, այլ կարող են անգամ լրացնել։ Եվ մենք համագործակցում ենք Lego ընկերության հետ, որպեսզի մանկապարտեզներում ճարտարագիտական խաղեր անեն, օրինակ խելացի քաղաք, հա, լուծումներով ցույց տան, թե երեխաները ոնց են պատկերացնում խելացի քաղաքը, կանաչապատման թեմաներ, ճարտարագիտական այլ լուծումներով իրանք կարող են հավաքել տարբեր խաղերի միջոցով ու բացի դրանից այլ խաղեր էլ կան, գունազարդման միջոցով, տիեզերքը պատկերացնելու համար, կենսաբանությունը ինչպես է աշխատում, քիմիան ինչպես է աշխատում։ Գիտության շաբաթ Հայաստանը կազմակերպում է Գիտուժ նախաձեռնությունը, Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության, Երևանի քաղաքապետարանի եւ Գիտությունների ազգային ակադեմիայի աջակցությամբ։ Գլխավոր հովանավորն է YoHealth-ը, տեխնոլոգիական գործընկերը Team Telecom Armenian, ինովացիոն գործընկերը Ameria Bank-ը։